Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում։ Ես ամբողջովին հայ եմ, ու իմ պատմությունն էլ իմ հող ու ջրի նման հայկական է։ Ամեն անգամ, երբ մտածում եմ հայի տեսակի մասին, միշտ զարմանում եմ, թե որտեղից մեզ այդքան ուժ և արարելու անսահման ունակություն։ Մեր հող ու ջրին, մեր արմատներին ու բնությանը մոտ լինելու համար էլ ես որոշել եմ գնալ քաղաքից դուրս։ Ես Արայիկ Համբարձումյանն եմ, այսօր գնում եմ Անտառամեջ, քաղաքից դուրս գնում եմ բացահայտելու Անտառամեջի պատմությունը։ Անտառամեջ, գալիս եմ։ Փաստորեն Անտառամեջ հասնելու համար իրոք որ պետք է անցնել անտառի միջով, գնացի։ Անտառամեջ գյուղը տեղակայված է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկ գետի ձախ կողմում, մարզկենտրոն գավառից 102 կիլոմետր հյուսիս։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1575 մետր բարձրության վրա։ Հիմնադրվել է 1850-ական թվականներին, Անտառամեջ է վերանվանվել 1991 թվականին։ Կամ զուգադիպությունը, կամ ինչ-որ պատահականության արդյունքա, որ մենք ամեն գյուղում այսպիսի մեքենայի ենք հավում։ Բայց ես ուզում եմ հիմա նշել, որ այս գյուղի անտառներում ևս շատ խաչքարեր կան։ Ինչպես Կալավանում, այնպես էլ Անտառամեջ գյուղում տեղացիները, երբ որ գնում են անտառից պտուղներ հավաքելու կամ խոտաբույսեր հավաքելու, եթե նկատում են խաչքարեր, նրանք մոտեցնում են գյուղի ճանապարհներին, որպեսզի այդ խաչքարերը չկորչեն։ Բայց գիտեք ինչն է ցավալի, որ ոչ մի խաչքարի վիճակագրությունը հայտնի չէ, այսինքն պարզ չէ, թե այդ խաչքարերը որ դարաշրջանին են պատկանում, բայց փաստ է, որ այստեղ ի սկզբանե ապրել են հայեր եւ նրանք շարունակում են ապրել։ Իսկ հիմա ինձ հետաքրքրեց իմ դիմաց գտնվող այս տունը եւ ես կփորձեմ ծանոթանալ տանեցիների հետ եւ տեսնեմ, թե նրանք ինչպես են ապրում եւ վաղուց է որ գտնվում են այս գյուղում, թե ոչ։ Ինչ գեղեցիկ այգի ունեն այս տան տերերը եւ ես նկատում եմ, որ նրանք հիմա իրենց այգում նստած այս մաքուրոտն են շնչում, վայելում են օրվա ընթացքը, իսկ ես էլ կփորձեմ ծանոթանալ նրանց հետ։ Բարև ձեզ, ես Արայիկն եմ։ Բարիս, շատ հաճելի է։ Բարև ձեզ։ Ես էլ Պապիկն եմ, Բարիս անունս։ Պապիկի թորնիկն եք եւ Պապիկի անվանակիրն եք։ Այո։ Բարև, քո անունը ի՞նչ է։ Շատ հաճելի է։ Իսկ փոքրիկը ով է։ Փոքրիկը Ծորնիկս է։ Վայ, հրաշքա։ Ծորնուհիս։ Նոր է ծնվել երեխան։ Քանի ամսական է։ 2 ամիս քանի օրական է։ Ինչ եք դրել ձեր փոքրիկի անունը։ Անի։ Անի, Աստված պահի ձեր Անիին եւ մեր բոլոր բալիկներին։ Մենք այսօր ձեր գյուղում ենք իրականացնում մեր նկարահանումները եւ մի ամբողջ օր անցկացնելու ենք այստեղ, բացահայտելու ենք այս դրախտավայրը։ Առաջին անգամ ենք այստեղ, բայց տպավորված եմ այս առատ բնությամբ, այս մաքուր օդով։ Ինչ կա այս գյուղի մասին, Պապիկ, որ մեզ կցանկանաք պատմել։ Այս գյուղը մենք տեղափոխվել ենք անցած դարի 80 թվականին։ Գյուղը լավն է, բնությունը լավն է, ամեն ինչով լավն է, բայց սա մեր ծննդավայրը չի։ Որտեղ եք ծնվել դուք։ Ես ծնվել եմ
Գարթման գավառի Գառնակեր գյուղում։ Գառնակերը հին գյուղ է, շատ հին։ Մեր նախկին գյուղը Գառնակեր գյուղը, Շամխոր գետի ափին էր։ Գյուղում 4 եկեղեցի կա, այդտեղ ավետարան է գրվել։ Հարևան գյուղերից միշտ որ եկել են տեղ մատաղ են արել, գար են մորթել էլի հիմնականում։ Այդ մարդիկ որ եկել են գարերից ոչինչ չեն տարել, ժողովուրդն եկել են կերել են բան են արել, խմել են, ինչ որ է։ Ու այդ Գառնակեր բառը ծագել է այդ Գառնակերից, այդ գարերից էլի։ Գառնակեր, հա, այդ ծագումբանությունն է։ Պապի, իսկ դժվար չէր տեղից տեղ տեղափոխվելը եւ քանի տարեկան եք, երբ որ դուք եկաք Անտառամեջ։ Ես անցած դարի 37 թվականից ծնված եմ, հիմա 85-րդ տարվա մեջ եմ։ Այս պահին դժվարին լավ խոսքեր ունի էլի։ Ասում է մի ժողովրդի պատմական հայրենիքը չի կարող դառնալ մեկ այլ ժողովրդի մշտական ապրելատեղին, քանի դեռ բնիկների մեջ չի վերացել հայրենիքի հանդեպ ունեցած հսկարոտը։ Ես ուզում եմ հիմա հասկանալ, թե ձեր թորն ինչով է զբաղվում այստեղ եւ ինչն է, որ քեզ կապել է այս հողին եւ չի թողնում հեռու գնալ։ Չէ, կապված եմ, շատ եմ կապված, այս պապական ոնց որ ասած տեղափոխվել ենք ստե տունն է ու երևի հողն է քաշում տոլի, չգիտեմ, ամբողջ կյանքում 5 տարեկանից Ռուսաստան եմ ապրում, բայց ես վերջերս արդեն որոշեցի մանավանդ այս պատերազմի վերջի դեպքերից հետո որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Ինչով եք զբաղվում այստեղ։ Այստեղ հյուրատուն ենք սարքի ընտանիքով։ Ու նոր ենք սկսում, փորձում ենք աշխատացնել։ Հեսա ցույց տամ ձեզ ընթացքում։ Շատ լավ, մենք ունենք այսպիսի մի նպատակ եւ մի ցանկություն ցանկացած գյուղ հայտնվելիս։ Մենք նախ պետք է պատրաստենք ինչ-որ մի ուտեստ, որը որ ավելի բնորոշ է այդ գյուղում ապրողներին եւ անպայման տեղացիներից որևէ մեկին խնդրում ենք, որ մեզ գիշերելու տեղ տան։ Հնարավոր է որ ձեր հյուրատանը այդ ամենը կազմակերպի։ Իհարկե, ինչ մասն է խոսքը։ Ինչպես է կոչվում ձեր հյուրատունը։ Ֆորեստին է կոչվում, հա։ Ահա։ Քանի հոգի են այնտեղ կարող են տեղավորվել։ 18 հոգի կարող ենք տեղավորել։ Դուք ապահովում եք նաև սնունդով։ Ամեն ինչով ապահովում ենք սնունդով ըստ պահանջի, էլի։ Սելի հեռուստադիտող անպայման կտեղափոխվեմ նաև հյուրատուն, ինձ շատ հետաքրքրեց Forest Inn հյուրատունը, որը որ գտնվում է Անտառամեջում, այստեղ իրոք շատ հետաքրքիր է, եթե ուզում եք կտրվել ամեն ինչից եւ մի քիչ հանգստանալ, ես անպայման խորհուրդ կտամ, որ գաք Անտառամեջ։ Խաղաղություն ինչու եմ սիրում։ Կռվի օրերին հնձած խոդարքում բոբիկ ոտքերով ով դառնա կծկից ուլերը պահել, հացի պատարը ծոված արցունքով քաղցած բայց հաց քրոշն թողել, ով դեր մանուկ մորփեշի զբռնած շալակով ծանր բեռները տարել, ով մաճին անգամ ձեռքը չհասած իր հոր փոխարեն դաշտերն է վարել, միայն ու միայն նա կհասկանա խաղաղությունն ինչ եմ սիրում։ Կռվի օրերին բազբերան մեկից լսելով վատ լուր, ում մայրը իր մեծ կորուստն է լացել, ում հարևանի որդիներն են կան, ու նրանց մայրն է վշտից կուրացել, ով իր նման եղբայրը ճամփել, այսօր էլ նրա ճամփան է պահում, սպասող սիրտը պատեհ ամենանցորդի դողով է նայում, միայն ու միայն նա կհասկանա խաղաղությունն ինչու եմ սիրում։ Անտառամեջի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ, կերային, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ։ Տեղացիները զբաղվում են նաեւ էկոտուրիզմով։ Այստեղ գալիս են հանգստանալու բազմաթիվ զբոսաշրջիկներ, հմայվելու Անտառամեջի աննկարագրելի հրաշալի բնությամբ։ Անտառամեջցիները փորձում են զարգացնել նաեւ էկոսնունդը, քանի որ այստեղ օդը էկոլոգիապես շատ մաքուր է։ Ես հիացած եմ Անտառամեջ գյուղի չքնաղ բնությամբ։ Իրոք սա այն բացառիկ վայրերից է, որ կարելի է գալ ու ամբողջովին անջատվել ամեն ինչից եւ մտածել միմիայն հանգստի մասին։ Ամեն տուն գտնվում է անտառի մեջ։
իզուր չի ասված անտառամեջ։ Այս հուշաքարը հիմնվել է 1988 թվականին, այսինքն հենց այն թվին, երբ որ տեղացիները եկել են և հաստատվել են անտառամեջում։ Իսկ ինչու է կոչվում անտառամեջ, երբ որ տեղացիները եկել են այստեղ, իդեպ պետք է նշեմ, որ այստեղ եկել են արևմտյան Հայաստանի տարբեր կողմերից, տարբեր ծայրերից և հիմնել են այս Գողտրիկ գյուղը, և երբ որ տեսել են գյուղը գտնվում է հենց անտառի մեջտեղում, տեղացիները ընդհանուր խորհրդակցության արդյունքում որոշել են գյուղն անվանել անտառամեջ, իրոք որ անտառի մեջ է գտնվում անտառամեջ։ Շատ սառն է ջուրը և այստեղ շատ սառը աղբյուրներ կան և անգամ կան աղբյուրներ, որ նրանց մոտենալիս, երբ որ փորձում ես մեկ բաժակ ջուր խմել, մեկ բաժակն ամբողջությամբ հնարավոր չէ խմել, այդքան սառն է ջուրը։ Իսկ այս ջուրը հնարավոր է խմել։ Սառն է, բայց ոչ այդքան սառը։ Մինչ կծանոթանամ գյուղի մյուս բնակիչների հետ, ուզում եմ նշել, որ գյուղում չկա մանկապարտեզ, չկա խանութ, կա դպրոց, որտեղ սովորում են, եթե ես չեմ սխալվում, 27 աշակերտ։ Իսկ թե ինչպես են ապրում ինձանից աջ գտնվող այս տան բնակիչները, կիմանանք հենց հիմա, որովհետև ես պետք է նաև այցելեմ նրանց։ Բարև ձեզ, ես ինչ լավ գործի եք, բարև ձեզ, ես Արայիկն եմ։ Բարև տատիկ ջան, Արայիկն եմ ես։ Ամուսիններ եք։ Տատիկն ու պապիկը։ Ինչով եք զբաղվում, պապի, ամբողջ օրը ինչ եք անում։ Բախչով, Ձեր այգով։ Բայց տեսնում եմ, որ բավականին գեղեցիկ այգի ունեք, մշակված, պտղատու ծառեր կան։ Ինչ են աճում այստեղ, ինչ մրգեր։ Խնձորը տեսա, սալորը տեսա։ Տանձ։ Ազնվամորի շատ նկատեցի այսօր ես ձեր գյուղում։ Դուք երբեք եկել այստեղ, որ թվերին։ 78-ին ենք եկել։ Այսինքն հենց որ ժողովուրդը տեղափոխվել են այստեղ, դուք որտեղից եք եկել։ Աբովյանից ենք եկել մենք։ Հա։ Բայց մեզ գյուղում տուն ա եղել, որ գյուղացիները եկել են այստեղ, Գրիգորի Չկուրն են ես։ Իսկ այս տանը ում հետ եք ապրում։ Դուք երկուսով։ Մենք երկուսով, հա, երեխեքը Աբովյանն, ամուսնացած են։ Բայց շուտ գալիս գնում են։ Գալիս են գնում են, մենք ենք գնում։ Ահա։ Իսկ որ գալիս են երկար են մնում այստեղ։ Դե պարապ են, որ հիմիկվա աշխատող են, աշխատում է, չաշխատողն էլ պարապ մանա գալի, հա։ Օրը սկսվում է ինչպես, քանիսին եք արթնանում այստեղ պապիկ ջան։ Առավոտը շուտ։ Իսկ երբ է ավարտվում օրը այս գյուղում, այսինքն երբ եք պատրաստվում քնելու, որ ժամը։ 10-12-ը։ Իսկ ով ընթացքում ինչ եք անում, հենց ձեր զբաղմունքը ձեր այգին է, այս ջուտիկներն են, հա, որ ծլվելում են անդադար։ Սուս մնացեք, նկարահանումներ են, չեք հասկանում, ձեզ են ենք նկարում, կտեսնեք շուտով։ Մնաք էս Եթերում քաղաքից դուրսն է և քաղաքից դուրս ես այսօր գտնվում եմ անտառամեջում։ Անտառամեջյան այս հիասքանչ բնությունը վայելելուց հետո ինձ մնում է շարունակել իմ ճանապարհորդությունը։ Գնացինք։ Անտառամեջի բնակիչները աչքի են ընկնում իրենց ջերմությամբ, խանդավառ բնավորությամբ և իհարկե մեծ հյուրընկալությամբ։ Գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Ձորավանք եկեղեցին, որը պատմական ու մշակութային անգնահատելի արժեք է։
ահա եւ ես Forest Inn հյուրատանն եմ եւ այսօր մեր ստեղծագործական թիմը կգիշերի այստեղ։ Շատ հետաքրքիր է թե ինչ պայմաններ են նախատեսված այսօր մեզ համար։ Ասեմ ավելին, հենց այստեղ էլ կպատրաստենք հատուկ բաղադրատոմսով ինչ-որ մի ուտեստ, որը միանշանակ պատրաստում եւ ներկայացվում է միմիայն մեր հավատարիմ եւ անդավաճան հեռուստադիտողների համար։ Իսկ հիմա կարելի է կարծում եմ մի փոքր հանգստանալ։ Այ քեզ փայտային համադրություն, այստեղ կարելի է մեկ գիշեր, չէ, մի քանի գիշեր անցկացնել։ Համ զով է, համ շատ առաջին հայացքից տպավորիչ։ Ես սիրում եմ այս փայտային լուծումներով։ Ես հիմա Forest Inn հյուրատան երկրորդ հարկում եմ եւ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ասում են անգամ, որ այստեղից երևում է կենաց բլուրը։ Տեսնենք։ Նկարահանումների ծանր օրվա ընթացքից մի փոքր հանգստանալուց հետո եկել է այն գեղեցիկ ու կարևոր պահը, որ ես պետք է Forest Inn հյուրատան մեր տերերի հետ, տան տերերի հետ պատրաստեմ ինչ-որ մի հետաքրքիր ուտեստ։ Սիրելի հեռուստադիտող, շարունակում եմ քաղաքից դուրս իմ ճանապարհորդությունը, ես այսօր մի ամբողջ օր անցկացնելու եմ Անտառամեջում։ Ինչ լավ է, որ հայտնվեցի այս հյուրատանը, Forest Inn հյուրատանը, որտեղ որ ձեզ ընդունում են մեծ հյուրընկալությամբ եւ այստեղ կարող եք համտեսել ամենահամեղ ուտեստները, որից մեկի բաղադրատոմսն էլ կներկայացնենք այսօր միասին։ Ինչ ենք պատրաստելու։ Նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արայք ջան, պատրաստելու ենք մեր ավանդական տժուժիկը։ Ու տժուժիկի հետ ավելացնում ենք մեր ամեն տեղ ընդունված չի, բայց մեր մոտ ընդունված է, որ գառը մորթում ենք, գառան արյունը վերցնում ենք, ինքը լյարդանում է։ Այսինքն սա գառան արյունն է։ Գառան արյունն է։ Բայց արդեն եփված։ Եփված։ Ես հիմա կխնդրեմ, որ դուք ներկայացնեք բաղադրատոմսը, պատրաստման բաղադրատոմսը թերթականությամբ։ Հիմա մեր մոտ գտնվում ասենք գառան ներքին օրգանները, այո, որը տժուժիկի համար թոք, սիրտ, ամեն ինչից։ Նաև գառան դմակ եմ տեսնում, հա, մանր կտրտված։ Մանր կտրտված գառան դմակ։ Հիմա սա նույն ձևի մանր կտրտում ենք, ու ավելացնում ենք եւ սոխով համեղ դառնալու միջով։ Մինչ մենք կսկսենք մանր կտրտելու process, հիմա հեռուստադիտողները կհարցնեն, թե այդ ինչ ծուխ է եթերում։ Ես մի հետաքրքիր տեղեկություն եմ ուզում ձեզ փոխանցել։ Նայեք, եթե դուք գտնվում եք բաց խոհանոցում եւ ձեզ շատ են խանգարում տարածքում թռվռացող մեղուներն ու ճանճերը, անպայման այրում եք սուրճը, այսպես աղացած սուրճը, եւ ոչ մի ճանճ այլևս ձեզ չի մոտենում։ Սա հատուկ հեռուստադիտողների համար, ովքեր գնում են բաց տարածքներում, ինչ որ հետաքրքիր ճաշկերույթներ կազմակերպելու համար։ Այրում եք սուրճը եւ ճանճերն անհետանում են։ Շատ հեշտ է եւ անուշ բույր է գալիս տարածքից։ Հիմա կտրտում ենք արդեն եփված։ Արայք ջան, միջև կտրտելը մի հատ մեր տնական գինին փորձում ենք իրար հետ։ Թույլ տվեք ես լցնեմ։ Ահա։ Սա մեր քաշած տնական գինին է։ Մենք ամեն տարի աշունը խաղող ենք բերում, մեր մոտ խաղող չի աճում։ Խաղողը բերում ենք մենք Շամշադինից։ Այսինքն այստեղ կլիման ավելի մեղմ է, դրա համար չի Հա, աճում։ չի հասցնում գինու խաղող դառնալ։ Բարդ տեսակ։ Շատ համեղ գինի է, ես Արտակարգ գինի է։ Հիմա զելի հեռուստադիտող, ովքեր նոր են մեզ միացել, նշեմ, որ հիմա մենք պետքա կտրատենք եփված գառան արյունը, թարմ արյունը, պարտադիր է դա։ Տվեք սա էլ ես կտրատեմ։ Ապրես վերցրի Արայք ջան։ Ուրեմն Արայք ջան, մենք Եթե սխալ կանեմ, չէ, լրիվ ճիշտ է։
Հիմա սա ինչ է արվելու։ Հիմա սա թավայի մեջ տապակելու ենք։ Ես պատկերացնում ինչ ամենը լինելու։ Թավայի մեջ տապակելու ենք, ավելացնելու ենք համեմունքներ, աղ, բիբար ասենք ըստ Ցանկության, սոխ շատ ոնց որ դժուժիկի մեջ ենք ավելացնում եւ նրանից հետո համտեսում ենք ու համոզում ենք, որ իրոք շատ լավ բան ենք։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր բաղադրատոմսը եւ ինձ եւ մեր հեռուստադիտողին ներկայացնելու համար։ Սիրելի հեռուստադիտող, շարունակում եմ քաղաքից դուրս իմ ճանապարհորդությունը եւ հիմա ես գտնվում եմ Forest Inn հյուրատանը, որտեղ եւ պատրաստում ենք այս համեղ բաղադրատոմսը։ Շատ հետաքրքիր է լինելու։ Եթե դուք էլ ուզում եք մի փոքր կտրվել քաղաքի անցուդարձից եւ հայտնվել դրա ախտավայրում վայելել հետաքրքիր ժամանց, խորհուրդ եմ տալիս անպայման եկեք Անտառամեջում գտնվող Forest Inn հյուրատուն։ Այստեղ ձեզ կընդունեն, ընտանիքի անդամի նման ձեզ կհյուրասիրեն, կարող եք անցկացնել ինչքան որ կուզենաք, ձեր հանգիստը եւ այն կլինի անմոռանալի։ Եկել է համտեսի ժամը։ Տժուժիկն արդեն հայրիկիդ հատուկ բաղադրատոմսով պատրաստված տժուժիկը պատրաստ է, շատ անուշ է բուրում, այլ չեմ համբերում, ուզում եմ անմիջապես համտեսել եւ ասել իմ անկեղծ կարծիքը։ Սկզբում ես քեզ կհյուրասիրեմ, ձեր թույլտվությամբ, իսկ շատ ես տժուժիկ սիրում։ Դե համտեսում ենք։ Ես եւ դու միասին։ Նայեք, սա գարի եփված արյունն է, շատ համով է, թոքի համ է, համունի չէ, երբ որ թոքը տապակում ես, նույն համն է գալիս, շատ համեղ է ժողովուրդ, իրոք ես խորհուրդ կտամ, որ եթե գաք Անտառամեջ, անպայման եկեք այս հյուրատուն և պատվիրեք նաև այս ուտեստը, հաստատ համից չեք կշտանալու և էլ եք պատվիրելու։ Եվ իհարկե խմում ենք այն կոմպոտը, որը ևս ձեր պատրաստածն է։ Իսկ այստեղ հիմնականում որտեղից են գալիս հյուրեր։ Երևանից, մարզերից կամ զբոսաշրջիկներ այլ երկրներից հոսքը դեպի այս գյուղ կա։ Ամեն տեղից կա։ Ֆրանսիայից ֆրանցուզներ էին եկել, քիչ լեզվի խնդիրներ կար։ Իրար ձերով ոտով հասկացա։ Որ հայը ամեն տեղ հարցի լուծումները գտնում է, չէ։ Իսկ ինչպես միտք հղացավ ստեղծել այս հյուրատունը, ում մոտ առաջին այդ միտքը առաջ եկավ։ Իմ մոտ է ոնց եղավ դա։ Դե միտքս այն էր, սա կապված էր նրա հետ, որ Հայաստան տեղափոխվելու խնդիրը եղավ, որ միանշանակ ասացի, պետք է տեղափոխվենք Հայաստան, ուրիշ տարբերակ չկա։ Դենց տեղափոխվեցին, դες դե եկամուտ ապետ, դրա համար մտածեցինք ինչ կարելի անել, սրանից լավ տեղ, սրանից լավ բան մտածել, ոնց էսի։ Էսի մտքիս եկա։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ ջերմ ընդունելության համար, մենք երեկոյան էլի կհանդիպենք, իսկ մինչ այդ ես կհամտեսեմ սա եւ կշարունակեմ իմ ճանապարհորդությունը այս գեղեցիկ գյուղում, որովհետեւ շատ բացահայտումներ ունեմ անել։ Շատ սիրուն գյուղ է։ Այո, մենք արդեն նկատեցինք, շնորհակալ եմ։ Անտառամեջն ունի իր շռայլ հարստությունը, անտառը, իր ծով, բերք ու բարիքով, իր չնաշխարհի գեղեցկությամբ, բազմատեսակ պտղատու եւ սաղարթախիտ ծառերով։ Ուրախալին նաև այն է, որ վերջերս երիտասարդները չեն լքում իրենց օջախները, ընդհակառակը, նրանք վերադառնում են, ամուր կապվում են իրենց հող ու ջրին։ Անտառամեջում կա մի բլուր, որի վրա էլ հիմա ես կանգնած եմ։ Եվ այդ բլուրի վրա կա մի ծառ։ Տեղացիները անվանում են Սուրբ ծառ, իսկ թե ինչու կպատմեմ հենց հիմա։
Ահա այն ծառը, որի մասին նշեցի քիչ առաջ։ Ասում են, որ պատերազմների ժամանակ մայրերն իրենց փոքրիկ բալիկներին բերել են եւ թաքցել են այս ծառի փչակում։ Եվ ծառի փչակի մեջից ջուր է կաթացել եւ այդ ջրով փոքրերը ապրել են մի քանի օր, որից հետո նրանց ծնողները եկել են, նրանց վերցել են եւ նրանք շարունակել են ապրել։ Ահա այս ծառի պատմությունը, բայց թե որ ժամանակաշրջանին է պատկանում այդ պատմությունը եւ որքանով է այն համապատասխանում իրողության հետ, դա ես միանշանակ չեմ կարող ասել, բայց այն, որ տեղացիները այս ծառի հետ կապված այս պատմությունը սերնդեսերունդ փոխանցում են մեկը մյուսին, դա փաստ է։ Ահա եւ այդ ծառը։ Քան ծուղուն եմ, 24 ծուղ։ Տատին արդեն հաշվարկը մոռացել է, բայց գիտեք, դա է ամբողջ կյանքի իմաստ, ասում է, չէ, երբ որ տատը թորանը գրկում է 24-ը հրակավոր, 25-րդ հարցերն ունի, 25 ծուղը։ 25 ծով, քանի թոր ասեցի։ 13 թոր, 25 ծով։ Տատ ջան, դուք երջանիկ տատիկ։ Բա, շատ։ Դե համար ես ձեզ երկար կյանք եմ մաղթում ու ուզում եմ, որ վայելեք կյանքը այն գույներով, ձեր թորներով, զավակներով, հարսներով, ձեր հարազատներով, որովհետև դուք կյանքից վաստակել եք այդ ամեն ինչը ունենալու իրավունքը։ Տատ, իսկ հարևանների հետ հարևանություն անում եք, թե ամեն մեկը ձեզ համար ապրում եք։ Հարևանություն անում շատ լավ են։ Էս ներքերի հարևանումներ Հարաբաղից է եկել։ Ահա, այս վերջին պատերազմի ժամանակ։ Եկան ու մնացին այստեղ։ Եկել են ու մնացել շատ լավ են իրար հետ, իսկ ասես ոնց որ մի գյուղից եկածել են։ Առօրյան սուրճը միասին խմում է։ Միասին առավոտը դաժբախտը սորի։ Իսկ քիչ բամբասանք բան էսպես։ Չկա, այն կանացի խոսակցություններ են, չէ՞ լինում, որ նստում ես ասում են հարցներից խոսել։ Գոհեք ձեր հարցներից։ Շատ, երկուսի ցավը տանը։ Տատ ինչ կա այս գյուղում, որ կուզենաք մեզ պատմեք։ Ինչ կա տենց, հետաքրքիր ինչ տեղեր ունեք դուք։ Հետաքրքիր շատ տեղեր կա, դե անտառի մեջին է, այն բարձր սարերումն է։ Անտառում հեչ գնում եք ինչ որ մրգեր հավաքելու կամ բանջար հավաքելու։ Բանջարում շատ, կաղինալուն։ Իսկ դե ուշտան հյունա ծուղոպորտան չկա փոփոխը, չկա ստե։ Տատ քանի տարեկան ես հիմա։ 75։ Շատ երիտասարդ ես երևում։ Այո, շատ երիտասարդ։ Մամուսին լավ պահելուց։ Բա, այդ շատ կարևոր բան է, շատ կարևոր բան է։ Եվ կարծում եմ, որ նաև տեղանքը, օդը, բնությունը այդ ամեն ինչն էլ ազդում են, որ մարդ ավելի առույգ լինի, առողջ լինի, եւ ուզում եմ, որ միշտ վայելեք ձեր թորների, զավակների, հարսների, ու հարազատ մարդկանց սերն ու հարգանքը, տատիկ ջան։ Որովհետեւ ես հիշում եմ իմ տատն ասում էր, երբ որ ես իմ թորանն առաջին անգամ գրկեցի, այդ ժամանակ նոր հասկացա իմ կյանքի իմաստը։ Ճիշտ ասել, այն այդ հենց հիմա իմ թորը, մեր թորս արդեն 35 տարեկան է։ Ես իմ 40-ամյակին ծնվել եմ։ Նվերն ա եղել ձեր ծննդյան։ Հա։ Հիմա արդեն իրան ռախեք ունի, մեծ աղջիկներ ունի, դպրոցական մեծ։ Նա որ ծնվել է, ես ասել եմ աշխարհումս էլ դեռ ցավ չկա։ Որ թորը կա արդեն։
Անտառամեջում շատ քիչ մարդ է ապրում, նույնիսկ կան տներ, որոնք բնակեցված չեն ինչ-ինչ պատճառներով։ Սակայն ովքեր էլ որ բնակություն են հաստատել անտառամեջում, անմնացորդ սիրում են իրենց հարազատ բնակատեղին, անխոնջ մշակում են իրենց հողատարածքները եւ ստանում անմահական համ ունեցող բերք ու բարիք։ Ես ամուր կապվեցի անտառամեջի խիտ բնության ու հյուրընկալ տեղացիների հետ։ Կարծես ես էլ բնության մի մասնիկ կլինեմ ու ինձ դժվար է այստեղից հեռանալը։ Այսօր այսքանը, ես շարունակում եմ իմ ճանապարհորդությունը եւ մենք նորից կհանդիպենք քաղաքից դուրս։